Ղավարյանն, այսինքն ճանապարհային քարտեր չեք հրապարակի, եթե սահմանադրական դատարանի որոշումը չբավարարի դիմումը, ինչ քայլեր կլինեն, թիմի ներսում քննարկումներ կան, թե չէ։ Դուք հաշվի առեք։ Արդյոք վաղը դիքել եք ներկայացնելու Տաշի արենային ձեր ընտրողների հետ հանդիպմանը, սպասելիքներ, ակնկալիքներ այդ հանդիպումից։ Ճիշտն ասած, ես վաղը ժամը 11-ին լինելու եմ Սահմանադրական դատարանում, քանի որ ներկայացուցիչ եմ հանդես գալիս Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, հետևաբար մեր հայրենակիցներից ներողություն եմ խնդրում, որ լինելու եմ Սահմանադրական դատարանում, կարծում եմ նաև հնդածս մի շարք հարցերի պատասխաններ կտրվեն։ Ես առնվազն այսօր ցանկանում էի մի քանի շեշտադրումները ներկայացնել այն զանգվածային կազմակերպված ընտրախախտումների վերաբերյալ, որոնք տեղի են ունեցել փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը, այնուհետև հունիսի 7-ից մինչև 14-ը։ Իսկապես կարծում եմ նաև սա կարևոր առիթ է ընդգծելու համար, որ այս բոլոր հանգամանքները ներկայացվելու են նաև Սահմանադրական դատարանում եւ դուք կտեսնեք, որ դրա վերաբերյալ բովանդակային որևէ հակափաստարկ դուք չեք տեսնելու։ Ի վերջո նաև սա առիթ էր բոլորին ցույց տալու, որ այդքան խոսվեց ընտրական ենթադրյալ հանցանքների մասին, բայց դրա թիվը, ծավալը ինչի մասին է խոսում։ 258, եթե չեմ սխալվում, մեղադրյալների թիվը, որ պատկերացնեք ավելի այլ օրինակով բերեմ, դա մի քանի տեղ մեծ խմբով անձանց խուլիգանության դեպքերի ծավալն է մեղադրյալների։ Դուք խոսում եք, դուք ասելով ձեր մասին չեմ ասում, որոշ անձանց մասին եմ ասում, որ իբրև 500,000-ից ավելի քվե ստացած ընդդիմադիր ուժերը լեգիտիմության խնդիր ունեն, այսինքն լեգիտիմության դեֆիցիտի մեջ կներեք ամբողջությամբ խարսխված ուժը, որը ընտրությունների ամբողջ գործընթացի ընթացքում ատելության խոսք է տարածել, վարչական ռեսուրս է չարաշահել, կենսաթոշակը մեր հայրենակիցների չի բարձրացրել 2024 թվականին կամ 25 թվականին, այլ դա անում է արդեն ընտրական գործընթացի փուլում, ու այդ ամեն ինչի պայմաններում մի հատ էլ հենց քվեարկության օրը գան վստահված անձանց ընտրական տեղամասից տանեն, դրան նախորդող օրերին շտաբերի պատասխանատուներին ձերբակալեն, կալանքի տանեն, ամբողջական այս վախի մթնոլորտը ստեղծեն, ու մի հատ էլ կասկածի տակ դնեն իրենց դեմ արտահայտվող քաղաքացիների քվեները։ Ախր եկեք օրինակ իրավիճակը պատկերացնենք այս վարչական ռեսուրսը, այս հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները, որ եթե Հովակիմյան Վահագի գրությանը մի քիչ հարգանքով վերաբերվեին, հակակոռուպցիոն կոմիտեն պետք է չհրապարակեր որևէ կուսակցության անվանում։ Որևէ կուսակցության անվանում չպետք է հրապարակեր։ Հələ պատկերացրեք, դա դնենք մի կողմ, ինչ պատկերեր լինելու։ Եկեք այդ 100,000 անհասկանալի ձայների մասով էլ հիմա բոլոր դեպքերում չաշխատող անձնագրեր են, 17,000 գաղտնի ձևով քվեարկողներ են, հələ դա էլ թող չլիներ։ Մի հատ այդ ժամանակ տեսնեինք էլի այս ընտրությունների ընթացքը, հնդածս։ Վաղը չի լինի, երկար է տևելու։ 5 օր է։ Մինչև հուլիսի 4-ը։ Չէ, մինչև հուլիսի 4-ը, մեկ ամիս էլ չի։ Որտեղ է երաշխիքը, որ ձեր նշած ընտրախախտումները նորից տեղի չեն ունենա, եւ եթե մերժից է դիմումը, իրավականից ճանապարհների դիմեր կան, որոնցով դուք գնալ եք, թե դրանով արդեն իրավական ճանապարհը սպառվում է։ Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ես սա իսկապես ցավով եմ ասում, դիմումում մենք վկայակոչել ենք նաև եվրոպական դատարանի վճիռներ, որոնք որոշակի իմաստով վերաբերում են այնպիսի ընտրախախտումների, որոնք տեղի են ունեցել հարևան երկրում։ Որ պատկերացնեք, օրինակ եվրոպական դատարանի հիմնական խախտումները, որոնք արձանագրվում են, վերաբերում են հանձնաժողովի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի կամ ընտրատարածքային հանձնաժողովների անկախության բացակայությանը։ Մեզանից շատերը պարզապես մոռացել են, որ Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը հանդիսանում է ընտրություններին մասնակցող կոնկրետ ուժի հիմնադիր անդամներից մեկը։ Հանդիսանում է այդ կոնկրետ ուժի օրինակ ատելության խոսքի տարածման հեղինակի նախկինում օգնականը, գործընկերը, մտերիմը վստահ եմ։ Եվ այդ պայմաններում մենք խոսում ենք անկախության մասին,
Իդեպ եթե չեմ սխալվում, խորին հարգանքով բոլորի փակ գաղտնի քվեարկություններին, բայց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը մասնակցել է որպես падգամավոր իր թեկնածության քվեարկությանը։ Եթե իր ձայնը օրինակ անվավեր ճանաչվեր, ինչպես օրինակ 17,000 մեր հայրենակիցների քվեներն են անվավեր ճանաչվել, ինքը չէր ընտրվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ։ Հետևաբար փակ եւ գաղտնի քվեարկության նկատմամբ խորին հարգանք ունենալով, ուղղակի կարծես կանխատեսում ենք ինչպես է քվեարկել։ Եվ իդեպ հարցը դրան չէր վերաբերում, բայց Սահմանադրական դատարանի դատավոր տիկին Սեդա Սաֆարյանի վերաբերյալ շատերը խոսում էին այն հանգամանքի մասին, որ վերջինս եղել է 2021 թվականին այն ուժերից մեկի падգամավորի թեկնածուն, ով հիմա դիմել է Սահմանադրական դատարան։ Շատերը խոսում էին նրա մասին, որ վերջինս իր հրապարակային հայտարարություններում քանիցս պաշտպանել է գործադիր իշխանության ղեկավարին, իր աջակցությունը, իր երախտագիտությունն է հայտնել։ Նույնիսկ հրապարակավ խոստացել է, որ վերջիններս որևէ մի պահ չեն հիասթափվի այդ իրենց կայացրած որոշումից։ Կա նաև մեկ այլ հանգամանք, որը վերաբերում է փաստաբանական գործունեությանը, տիկին Սաֆարյանի, որի մասին ինքը տեղեկացված է, համոզված եմ, բայց փաստորեն դեռևս ինքը իր նախաձեռնությամբ իր մասնակցության անհնարինության հարցը չի դրել։ Սա իսկապես շատ զարմանալի իրավիճակ է։ Կարծում եմ եվրոպական երկրներում սա աննախադեպ է։ Եվ իդեպ, այն խախտումները, որոնք ներկայացրեցի, իդեպ Եվրոպական դատարան, այո, շատ հնարավոր է նաև գանգատ կներկայացվի պատասխանելով ձեր հարցին, թե ի վերջո հետագա ինչ գործողություններ կարող են լինել, բայց մի բան էլ եմ ուզում ընդգծել։ Ես նկարագրեցի, չէ, վարչական ռեսուրսի չարաշահումը, ատելության խոսքը, քրեաիրավական գործիքակազմը որպես զենք քաղաքական հակառակորդների դեմ օգտագործելը, անհասկանալի քվեարկության հաշվարկը, դրան հաջորդած ժամանակահատվածը, սելեկտիվ սեփական նախաձեռնությամբ ընտրած տեղամասի արդյունքների անվավեր ճանաչումը։ Խնդրում եմ, այս բոլոր խնդիրները, այս բոլոր համակարգային ընտրախախտումները գնահատել հետևյալ ելակետով։ Օրինակ, Չեխիայում, երբ ընտրություններ են անցկացվում, նման խախտումներ լինում են։ Կամ ԱՄՆ-ում, երբ ընտրություններ էին Բայդենի եւ Թրամփի միջև, սենց ընտրախախտումներ եղել են։ Ինչի եմ այս ելակետերը բերում, որտեվ գիտեք, Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության բաստիոն է, այսինքն շեմը հենց այդպեսին պետք է լինի։